Ոյ, բարև ձեզ սիրելի քաղաքացիներ, այս պահին Մայր Հայաստանի գործընկերներով գտնվում ենք ազգային ժողովի պատգամավորական մուտքի դիմաց Դեմիրճան փողոցի մոտ։ Այսօր սկսում է ԱԺ քառօրյան։ Քառօրյայի օրակարգում, ինչպես արդեն ձեզ տեղեկացրել ենք, ընդգրկված են մի նախագիծ, որը իր մեջ պարունակում է ուղիղ թալան, այսինքն ինչ է տեղի ունենալու, տեղյակ եք բոյկոտից, տեղյակ եք, որ այն հաջողվել է, որտեղ հակառակ դեպքում ԿՊՆ այս քայլերը չէր ձեռնարկի, իրենք փորձում են ամեն կերպ դեմ դառնել բոյկոտի, ամեն կերպ փորձում են վախեցնել մեր քաղաքացիներին, ամեն կերպ փորձում են թույլ չտալ մեզ եւ ձեզ, որ իրացնենք մեր սահմանադրական իրավունքը եւ մեր քաղաքացիական դիրքորոշումը հայտնենք տվյալ ապօրինի թանկացման դեմ։ Ուրեմն ինչ են իրենք անում։ Իրենք անում են երկու բան։ Առաջինը իրենք թանկացնում են, բարձրացնում են տուգանքի չափը, այսինքն եթե այն ժամանակ տուգանքը տոմսի կրկնակին էր, այսինքն 150 դառնում էր 300 դրամ, հիմա տոմսի 66 հապատիկն է դառնում, այսինքն 300 դրամանոց տուգանքը դառնում է 10 եւ 15000 դրամ, այսինքն 66 անգամ եւ ավել։ Զավեշտը տվյալ նախագծի նաեւ կայանում է նրանում, որ օրինակ եթե մարդ առհասարակ չի վճարել, ինքը տալիս է 10000 դրամանոց տուգանք, իսկ եթե ինքը օրինակ ունի տան մեջ ընտանիքի անդամ, որ ունի որևէ փաստաթուղթ, որով որ ստացել այդ արտոնյալ քարտը, ապա ինքը վճարում է 15000։ Խնդրում եմ, համեցեք տեսեք, ԿՊ-ի պատգամավորը գալիս է, իրեն հարցեր են տալիս, ուղղակի մարդը գնում է։ Ակնհայտ ցույց է տալիս, որ այս մարդիկ թքած ունեն, թե ժողովրդավարության վրա, թե 17000 քաղաքացու քաղաքացիական նախաձեռնության վրա, որը իրանք ապօրինաբար բոյկոտեցին, եւ այսօր ուղղակի եկել են կրկնակի անգամ քաղաքացուն սարքել տուգանքի մատերիալ։ Նիկոլ Փաշինյանի երիտասարդ գործընկերները, որը որ պնդում էր Նիկոլ Փաշինյանը, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, այսօր մենք տեսնում ենք, որ քաղաքացին տուգանքի մատերիալ է դառնում եւս մեկ անգամ, որովհետեւ համաչափության եւ տրամաբանության սկզբունք չկա։ Ձեզ նաեւ խորհուրդ կտամ մտնել մեր գործընկեր Մայր Հայաստանի շահերը շատ գործերով դատարանում պաշտպանող իմ ընկեր Վայ Գրիգորյանի էջը, այնտեղ կտեսնեք ինչպես է, որ նա բացատրում, որ տվյալ թանկացումը ապօրինի եւ համաչափության որևէ սկզբունք չունի, ապա խնդրեմ, սա էլ Ալեն Սիմոնյանի շարասյունն է։ Տեսեք, մարդիկ ձեզ տուգանում են, որ այսպես մեքենաներով պտտվեն, ժողովուրդ ջան։ Կյանքում են այսպես մեքենաներ նստել։ Համար եկել են իշխանության, պետք է նստեն։ Հիմա վերադառնալով խոսքիս, ձեզ հորդորում եմ մտնել Վայ Գրիգորյանի Facebook-յան էջ, որտեղ շատ լավ բացատրված է, որ տվյալ թանկացումը համաչափության որևէ ճիշտ սկզբունք չունի։ Օրինակ, ամրագոտիների կամ հեռախոսից օգտվելու կամ ծխելու համար մեքենա վարելիս դուք տուգանվում եք 5000, հիմա տուգանվում եք 10000։ Միտքը դրա որն է, որ եթե դուք դա անում եք այդ զանցանքը, դրա արդյունքում դուք ռիսկի եք ենթարկում այլ մարդկանց անվտանգությունը եւ կյանքը, քանի որ եթե օրինակ մեքենա վարելիս դուք նայեք ձախ կամ աջ կամ ծխեք կամ հեռախոսի մեջ նեք, դուք կարող եք պատճառել վնաս առողջական թե ձեզ, թե դիմացի մեքենաներում գտնվող մարդկանց։ Այս կողմ եկեք ժողովուրդ ջան, կարող եք վնաս պատճառել համ ձեզ, համ դիմացի գտնվող այլ մարդկանց։ Բայց այս դեպքում դուք ոչ ոքի վնաս չեք տալիս, բայց ամեն դեպքում իրենք դնում են 10000 դրամանոց տուգանք։ Հիմա խոսենք, տեսեք։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան, այսօրվա 1034 նախագծի մասին ինչ կարծիք եք, ասեք իբրև ԿՊ-ի քարտուղար։ Դա թալան է, պարզ թալանով է զբաղված, գիտեք, չէ՞։ Այդ ձեռդ կարած գրպան է դնել։ Մենք էլ ենք աշխատանքի։ Հələ 32 րոպե կա, ասեմ լավ, եկեք, հանգիստ խոսեք, ձեռքը պետք չի, կարող եք դնել ձեր գրպանը։ Okay։ Բարձր, դուք տեղյակ եք, որ տեղական հանրաքվեի ֆունկցիան փակում եք, ինչով ժողովրդավարությանը կոնկրետ վնես եք տալի, խնդրեմ, այո։ Այդքանը մենք գիտենք, որ կարող ասեք, դե գիտենք, որ խուստափում ու փախնում եք, էլի ճիշտ ենք ասում, հենց հիմա փախնում եք ձեր թաթիկով, ձախ ու աչանելով։
Հովանիսյան չգիտեմ ինչ, քաղաքացիական պայմանագրի քարտուղարն է։ Ելի քաղաքացիներ մեր պատգամավորները։ Այդտեղ։ Չէ, դու դուրս ես, ինչ։ Հա։ Չէ, ջոս չեմ։ Ուզում ենք իշխան բացեմ քարտուղար կարծիքը լսել։ Ջայ տղայի մասը ներ խելացի ու արժանապատ։ Անգեր, այդ պաշտոնիցը ձատ։ Այդ պաշտոնիցը ձատ դու կյանքում այդպես չես կարող խոսել։ Տղա, սկիզ։ Տեսնում եք։ Հովանիսյան Արտուր ասում է ջայլ տղա ես ավականի պատգամավոր հասկանում ենք, բայց քեզ հավաք պա։ Ես մի մարդ ով որ մի տեխնացուին պետա իրավականի տոլ չգեմ, որ հանձնաժողովի նիստի ժամանակ ասում էր լեզուդ կկտրեմ, ականջներդ կկտրեմ։ Այս այդ մարդն է, հիմա հավաք պայելուց է խոսում։ Այս մի մարդը ում խմբակցության պատգամավորը ակնայց սեքսիստական տղեղ արտահայտություններ է անում ժուրնալիստի հանդեպ։ Այս մի մարդը ում խմբակցությունից ընտրված ազգային ժողովի նախագահան թքում է քաղաքացիների վրա։ Այս մի մարդը ում խմբակցության պատգամավորը Գյումրիի ընտրությունների օրը լրագրողների մոտ հայյանքներ էր հնչեցնում։ Այս մարդը խոսում է հավաք պայելուց։ Ես խորը ու լիքը կհասկացում եմ, որ Արտուր Հովանիսյանը միջև իշխանություն կամ պատգամավոր լինելը մեկին կարար սպառնար լեզու կտրելով։ Հաշվի առնելով թե իր տեսակը, թե իր չափսերը։ Չեմ հավատում։ Կրկին կներեք, անընդհատ պատգամավորները գալիս է խոսքը ընդհատում է։ Ժողովուրդ ջան, տուգանք սահմանելիս պետք է համաչափության սկզբունք եւ տուգանք սահմանելիս նաեւ պետք է հաշվի առնել տվյալ զանցանքը հանրությանը ինչքան վտանգ է ներկայացնում։ Տվյալ դեպքում հանրային տրանսպորտում եթե դուք չեք վճարում, դուք փաստացի ոչ մի վտանգ որևէ մեկի համար չեք ներկայացնում, բայց քանի որ սա Տիգրան Ավինյանի անձնական խնդրանքն է Նիկոլ Փաշինյանին, որն է իր հերթին ուղղորդել է տվյալ օրենսդրական նախաձեռնությունը, փաստացի ռեպրեսիան ազգային ժողով, որպեսզի Ալեն Սիմոնյանն իր գանձերին ասի, որ նրանք էլ հաստատեն եւ անցկացնեն տվյալ թանկացման նախագիծը, դրա համար բերել են ու միանգամից դրել են 10 եւ 15000։ Եվ կրկին եմ ասում, այս մարդիկ թե իրավաբանորեն, հələ բարեխղճությունը, բարոյաքաղաքական ամեն ինչը դնենք մի կողմ, տեսեք, եթե օրինակի համար դուք ուղակի չունեք որևէ բան եւ չեք վճարում, ձեր տուգանքը 10000 դրամ է, եթե օրինակ տա մեջ կա թոշակառու կամ որևէ այլ արտոնությունից օգտվող մեկը, ինքը եթե գալիս է որպեսի օգտվի ձեր քարտով 10000-ի տեղը վճարում է 15000։ Բայց ամենակարևորը ժողովուրդ ջան, այսինքն ձեզ համար ամենակարևորը տուգանքի մասն է լինելու, ձեզ տուգանքի մասն է թվալու ամենակարևորը, բայց մեզ իբրև քաղաքային ընդդիմադիր խմբակցություն ասեմ մեկ այլ խնդիր կա։ Մեր խնդիրը նրանում է, որ այս մարդիկ փաստացի վերացնում են տեղական հանրաքվեի գործիքակազմը։ Այսինքն այն մեխանիզմը, որը որ մենք ձեզ ներկայացրել ենք, որ մենք գնալու ենք, եթե 17000 ստորագրությունը առամարվի, որտեղ մենք գիտենք, որ սրանք առամարելու են ձեր ստորագրությունները, դրանից հետո մենք գնալու ենք տեղական հանրաքվեի գործիքակազմով։ Հիմա իրանք տրանսպորտի վարձի վճարը փոխում են տեղական վճարի, ինչը փաստացի ծառայության դիմաց վճար է եղել միշտ։ Փոխում են տեղական վճարի, որպեսզի մենք չկարողանանք գնանք տեղական հանրաքվեի։ Փաստացի սա ոտնձգություն է ժողովրդավարության հանդեպ։ Որովհետև պատկերացրեք խաղալ, ինչով ցանկացած խաղ, ֆուտբոլ խաղալ, ֆուտբոլի կեսից երկու թիմերի մեջ մեկի օրենքները փոխվեն։ Սա պարզ վախկոտ դաղալների պահվածք է։ Այդքան մի բան ժողովուրդ ջան։ Շատ իհարկե հետաքրքիր էր լսել ՔՊ-ի խմբակցության ղեկավարի հորդորը հավաք պահելու։ Առաջինը մենք մեզ միշտ հավաք ենք պահում։ Երբեմն երևի սխալ ենք անում, երբեմն երևի պետք չի հավաք պահել ձեր նմանների հանդեպ։ Երկրորդն է դուք չեք, որ պետք է մեզ հավաք պահելու կոչեր անեք, որովհետև դուք թե հավաք, թե զուսպ, թե դաստիարակված պահվածքի մասին որևէ պատկերացում չունեք։ Դուք մարդիկ եք, ում ձայները, երեսները եւ անունները այս քաղաքում եւ պետությունում հայտնի են դարել միայն իշխանություն եւ մանդատ ստանալուց հետո։ Տղաներ եւ աղջիկներ։ Մանդատ ստանալուց հետո էլ հայտնի չեն դարել։ Դեսը դառնում են էլի։ Մեծ անհարմար հարցեր ըստ իշխանությանը, թե ինչու են տրանսպորտին կանգնացել։ Մեր ակցիան շարունակում է ժողովուրդ ջան։ Տուգանք են մտցրել ձեզ թալանելու համար։ Դե մնացած գործընկերներից լայվերով կարող եք տեսնել։ Նաև վստահ եմ լրատվականներն են մեզ ցույց կտան։ Լավ որ ձեզ կհանդիպենք Երևանի փողոցներում, սիրելի հայրենակիցներ։